Ողջույն սիրելի ընկերներ, շատ ուրախ ենք, որ միանում եք մեր podcast-ին։ Այսօրվա մեր հյուրը էլեկտրոգիտարահար Զարե Գասպարյանն է։ Մեր խմբի։ Ողջույն։ Բարև ձեզ ընկերներ։ Մենք մի 2 ժամ խոսում ենք արդեն, ես արդեն հոգնել եմ։ Քննարկումներ ենք արել արդեն։ Եթե անկեղծ, էլ չեմ կարում ձեր հետ խոսել։ Այսքանն էր մեր այսօրվա podcast-ը։ Պատրաստել ենք այսքանը։ Սկսենք ամենահետաքրքրող հարցից։ Երբ եմ ես գիտար Ես իմ բոլոր հարցերի պատասխանը ունեմ, իսկ թվում է այսօր քեզ հյուր ենք կանչել Լևոնի համար։ Չէ, դե իրականում բոլոր հարցերը ունի, որտեղ մենք 20 քանի հատ podcast ունենք, արդեն էպիզոդ ունենք, բոլորի մեջ կանոնը քննարկել ենք։ Ու ցավոք ես ոչ մեկը չեմ նայել ձեր էպիզոդը։ Ճամոթը։ Բայց եթե իմանայի, որ բոլորում իմ անունը կա, հոկտեմբերից կնայես։ այսօր կսկսեմ նայել, վաղը չեմ իսօրը կավարտեմ։ Եթե իմ հույսով է սпасելու, չսպասեմ։ լսի անկեղծ հոգնել եմ դա ստալուց։ Հա, բայց դե ուրիշին, բայց ասենք ինձ, հա, ես այդքան տանջվում եմ նկարեմ, բան, ասես գիտարդ վրա բերեմ կամերա դնեմ, դու հոգնել եմ։ Չէ, մի բան կմտածենք։ Ես մտածում եմ այսօր ես գիտարով գալու ունեցա։ Չէ, ես աշխատում եմ գիտարով չգամ ոչ մի գործից դուրս ձրի չես նվագում էլի։ Չէ, գումարը չի, ուզում ես հանգստանաս գործից։ Հա, ես է գործից դուրս podcast եմ անում, բայց հենց ես էլ նկարում եմ։ Բայց հետևից լույսը չեմ ասեմ, միացնեմ նոր շարունակենք։ Всё, շարունակեցինք։ Շարունակեցինք։ Ինձ ամենաշատ հետաքրքրող հարցերից մեկն է, որ ոնց ես որոշել, որ ազգային բենդերում, խմբերում պետք է նվագես։ Լսի, տենց որոշում չի եղել, ուղղակի ինչ որ մի տարիքից սկսեց հայկական երաժշտությունը գրավել այնքան, որ սկսեցի խորանալ իր մեջ ու առանց իրա ուղղակի չկարանալ ապրել զուտ։ Ու տենց էլեկտրոգիտարը այն գործիքն է, որ տենց բարդ է էլի անպայման ինչ որ ազգային խումբ գտնել ու տե նվագել, նենց չի էլի, տենց հենց որոշել եմ, բայց այդ այնց հետաքրքրում, այդ այնց դուր գալի։ Distortion անել։ Այո։ Այդ բառը սովորել։ 2 տարվա իմ գիտելիքներն են։ Հա, ուղղակի ինձ հետաքրքիր է, ես մի անգամ եմ ասել մեր ոդկասթի ժամանակ, կարող է իմ մոտ շատ կոնսերվատիվ է այդ գաղափարների երաժշտական գործիքների, բայց եթե ես գիտար նվագել իմանայի, հավանաբար ինչ որ ռոք կամ մետալ, ինչ որ բենդում կլինեի, էլի, չնայած որ ես էլ եմ ազգային շատ սիրում ու թեկուզ օրինակ Բամբիրնը ունի երգեր, ազգային երգերի, որ հենց ռոքային են էլի, երգում ու հետաքրքիր է։ Շատ հավես է։ Դրա համար ես ինչ որ մի պահի Բամբիրի տակ եմ մեծացել։ Ինձ թվում է ինչ որ ազգի մի հատվածը, հա։ Բայց իհարկե չեմ սկսել ազգային երաժշտությունից, սկսել եմ դասական ռոքից։ Բայց այդ ընտրությունը այդքան էլ ես չեմ արել, ավելի շատ հայրիկիս ընտրությունն է եղել, որտեվ ինչ որ մի տարիքում հիշում եմ, որ Հայաստանում տարածված էր այն մեր դպրոցական նոր շրջանն էլ 2002-3 թվականների մասին է խոսքը, որ ավելի շատ նոր տարածված էր Eminem, չգիտեմ, Tupac, որ բոլորը գիտեին, որ մահացել է ու առեղծվածային սիրում էին բոլորը։ Այդ ես էլ եմ այդ ալիքի տակ եղել, այդ դպրոցական առաջի 2 դասարանների ինչ որ ինձ հավես ա եղել, բայց ինչ որ մի տարիքից հայրս իր կողքներն է ստացնում ու դասական ռոք էր միացնում։ Ինքը մոլի երկրպագու է դասական ռոքի ու ինձ այդ դուր չէր գալիս ընդհանրապես, բայց իրան չնաղացնելու համար ուղղակի իր կողքը խելոք նստում լսում էի ու ինքը ինձ շուշուտ հարցեր էր տալի, օրինակ ես ինչ գործիքի ձեն ա գալիս, ես ինչ գործիք ես լսում, տես էսի գիտարն ա, տես սա բառաբանն ա նվագում ու այտենց կամած սկսեց դա ինձ գրավել ու դուր գալ։ Ու սկսել եմ ռոքից, ինչ որ մի շրջանում մեծացել եմ Beatles-ի տակ, հետո անցել եմ, չգիտեմ, Deep Purple-ի, Led Zeppelin-ի, հենց որ իմ մոտ սկսել է ամեն ինչ ռոքից։ Դե գիտարը երևի ուրիշ ձևով չես կարա էլի, եթե ռոքից չի սկսում։ Չէ, կարա ջազից էլ սկսի, բայց իմ մոտ ես հիմա շատ եմ արդեն սիրում ջազ, բայց իմ մոտ սկզբնաղբյուրը եղել է դասական ռոքը։ Ու հենց դասական ոչ թե մետալ խմբերի մասին, այլ հենց դասական Deep Purple-ի, Led Zeppelin-ի կամ Jethro Tull-ի պես խմբերից է սկսել ամեն ինչ։ Ես ջազը ուղղակի միշտ բաս գիտարի հետ եմ ասոցացնում, չգիտեմ։ Չէ, բոլորը շատ կարևոր են։ Չէ, կա, բայց հա բաս գիտարն եմ ես միշտ։ Ես դաշնամուրի ու շեփորի ջազը։ Դե
ամեն դեպքում ես միշտ տենց եմ Իսկ գործիքով չեմ ասոցացնում։ Բայց ամեն ինչ ռոքից է սկսել ու բայց ինչ որ մի տարիքում շանթի ռեկլամներից զատ սկսեց գրավել Կոմիտասը։ Ճիշտ է շատ լավ բան է շանթի ռեկլամները, որ սկսել են հերամցնել, բայց շատերի մոտ բան է, որ Կոմիտասը, չգիտեմ, այդ մի քանի, այդ ռեկլամի մեջի այդ մի քանի կամ Կոմիտասը էդի լորիկն է ընդամենը, որ վիրավոր լորիկ ու մարդկանց մոտ այդքան է պատկերացումները իր մասին։ Բայց ուզում ես ասեմ, թե խիա տենց եղել։ Իմ կարծիքն է Ամենատարածված շատ սուբյեկտիվ, չէ, որովհետև եթե հայկական վիդեո ուզում սարքես, մոնտաժ անելուց առաջի բանը որ գրում ես Կոմիտասից որ առաջի բանը բերում է դա։ Հա։ Իսկ մարդիկ ավտոմատ YouTube-ից կամ ինչ-որ պլատֆորմից քաշում են Կոմիտասի երաժշտությունը, որ վիդեո մոնտաժ անեն, ու միանգամից լորիկն է գալիս կամ մի 2-3 երաժշտություն YouTube-ում որ գրում ես, որ առաջինը բերում է, հենց դա լինում է։ Ու շատերի մտքում ցավոք սրտի դա նորավոճ չի։ Բայց իմ համոզմամբ ինքը բոլորից նորավոճ է։ Եվ Կոմիտասը միշտ նորավոճ է, համաձայն եմ։ Դա շատ ինքը հենց ինքն իրանով է շատ լայն, այսինքն մենակ մի բան չի էլի, sense որ լսես անընդհատ նույն բանը լսես։ Տարբեր տեսակի աշխատանքներ ունի, որ մեկը հա ուղղակի մեր պատկերացումներում կամ ինքը վիրավոր լորիկ է կամ եկեղեցական ինչ որ երաժշտություն է, որը պետքա ինչ որ մորուքով ու սև հակած ձյաձյա երգի, հասձայնով, այդ պատկերացումների մեջ գուցե ինքը նորավոճ չի ու ինքը հավես չի։ Բայց երբ որ դու սկսում ես իրան ճանաչել խորը, հասկանում ես, որ ինքը ամենանորավոճ, ամենագեղեցիկ բանն է, որ այս կյանքում կա։ Բայց լորիկն է երգելուց, գոնե թե ճիշտ երգեն, էլի լավ կլինի, էլի։ Եթե ինքը իրականում շատ զգացմունքային է ինձ համար։ Չէ, հակառակը քեզ է պաշտպանում այս դեպքում։ Հա, չէ, ես ճիշտ եմ երգել։ Հա, չէ, իրականում հիմա այնքան մարդիկ կան երգում են, AI-ի սարքածների մասն մենք ամեն ոդկասթին խոսում ենք, որ ահավորություններ է, AI-ով սարքածները։ Չէ, միշտ չի որ Չէ, դու ուղղակի դու չես տեսել այն ինչ մենք ենք տեսել։ Հա, հասկանալի է։ Բայց ինքը շատ լավ գործիք է ըստ ինձ։ Ու եթե շատ լավ գործիք է, բայց ոչ թե հենց կատարող կամ ամբողջությամբ արանժիրովկա անող։ Դե հա, տատի պամբիներին կխափես էլի, ինչ որ ես էլ եմ տեսել որ սիրուն վիդեոներ է տարածում, շատ զգացմունքային ու տատի պապիներին շատ դուր է գալիս, բայց Я клубника, ты клубника։ Էդ էլ լավ է, այդ հումորային է, բայց երաժշտական էլի, ինչ որ վիդեոներ, որ Միշտ клубник չի կարող։ Շարլ Անձնավուրը օրինակ նստած է դահլիճում ու լսում է ու հուզվում է, թե ոնց է երգում AI-ով մի երիտասարդ։ Իսկ տեսել ես որ բաններ երգում։ Պուտինը նվագում երգում էր։ Չեմ տեսել, բայց չեմ ուզում։ Սարքել էին բանի երգի տակ մեզ խափելը Բաղդամ տարան։ Հա։ Այդ երաժշտության տակ էին։ Ես ուղղակի պատկերացրեցի ռեալ որ Պուտինը նստել այդնում։ Չգիտեմ։ Բայց արդյոք Պուտինն է խափել եւ Աղդամ տարել։ Ես հիմա լուրջ եմ ժպտում։ Մասը մեզ ուրախ եթեր է սպասվում։ Այո։ Բայց ես գիտեմ որ համել Հայրիկ Մուրադյանի տենց ֆանատես ու շատ Ֆան կլաբ ունես։ Իմ համար մեծամեծերն են Կոմիտասը, Հայրիկ Մուրադյանը եւ Տիգրան Համասյանը։ Հա, Տիգրան Համասյանի մասին շատ խոսալոտ լսեցի վերջի մեր տեսահոլովակի նկարահանման ժամանակ, ով ինչ ասած խոսում էր, դու Համասյանից էիր խոսում իր հարցազրույցից վերջի, կամ կարող է վերջինը չի արդեն չգիտեմ, անգլերեն հարցազրույցներ։ Բայց ես հիշում եմ, որ դու Հայրիկ Մուրադյանից ես խոսացել ինչ որտեղ հարցազրույցի ժամանակ ու ես տենց էի ֆիքսել, որ դու Հայրիկ Մուրադյանից ես խոսում, ուրեմն գիտես Հայրիկ Մուրադյանի մասին։ Շատ լավ չեմ տիրապետում իր մասին ինֆորմացիաների, բայց շատ եմ լսել իր երաժշտությունը։ Նույն ասում եմ իմ համար այդ երեքը ու հա Տիգրան Համասյանին ես մեծարում եմ Կոմիտասի ու Հայրիկ Մուրադյանի չափ, այդ երեքը իմ կյանքում գլխավոր դերերում են։ Ու ոչ թե մենակ երաժշտության մեջ, այլ իմ ապրելակերպի, իմ կյանքի, իմ սնունդի մի մասն են հենց այդ երեքը։ Բայց քո տեսքին նայելուց մտածում եմ որ առավոտ զարթնում ես, չգիտեմ, ինչ որ գիտարը ջարդում մի հատ նորավոր սկսում։ Հավատա գիտարները այնքան թանկ արժեն, որ չեմ ջարդել։ Չէ, Նեժան 20000-ը որ ծախում ես դու։ Այն միստիկ պատմությունը, որ Գառնիից հետ ենք գալիս ավտոյի մեջ ասեցիր։ Տիգրան Համասյանի երաժշտության հետ կապված Գառնիի նեղ ճանապարհը, ձորերը։
Հա, Անիների հետ։ հա, այդ շատ զավեշտալի պատմություն է, կամ մի երգ Տիգրան Համասյանի կատարմամբ, որ ես Մենք ստեղ կթողենք այդ հա, երգը։ այդ երգի ժամանակ ես պատկերացնում, թե ես ինչպես եմ ավարիա բառը հայերեն չգիտեմ։ Վթարի ենթարկվում, դա շատ վատ։ Բայց այդ զուտ պատկերացնելու մակարդակը ես մենակ եմ այդ մեքենայի մեջ։ Բայց մի պատկերացնում։ Բայց ուրիշ ավտո ինչ ես խփում, պատին ես խփում։ Հա, չէ, ինչ որ ձոր, գլորվել, տենց պատկերացումներ կան, բայց այդ ընդհանրապես հումորային զավեշտալի։ Ես մի քիչ ուրիշ ձև եմ իմը պատկերացրել միշտ։ Հա, բայց ինքը շատ լավ ստեղծագործություն է, բայց չգիտեմ ես խեմ լացում միշտ։ Բայց զորին չեմ կարող ասնել, որտեղ մոտորը խփում է ճամփին։ քո դեպքում Հիմա ապահով։ չէ, բայց Subaru-ներին բան չես, լավ մեքենա։ Չէ, հիմա նոր Subaru եմ նայում։ Ես հարց ունեմ, ուզում եմ հարցս տամ մշակութամետի մասին, գործունեությունը հիմա կա, թե չկա, դու ինչ գործունեություններ ծավալում եւ երբվանից։ Սկզբից կարաս սկսես պատմել։ Ես համահիմնադիր եմ մշակութամետի, մշակութամետը ովքեր չգիտեն, հասարակական կազմակերպություն է, որը զբաղվում է երաժշտական կրթությամբ սահմանամերձ գյուղերում, հիմնադրվել ենք 20 թվականի պատերազմից հետո, բայց գործունեությունը սկսել է հենց 21 թվականի հունվարի վերջից։ Բայց ցավոք սրտի գործունեությամբ արդեն գրեթե 2 տարի չենք զբաղվում, զուտ ֆինանսական խնդիրներ ունենալու պատճառով, այդքանն է հիմնական, ես համահիմնադիր եմ ուղղակի։ Դեմոկրատիայից խոսեցիք փող կտանողվել։ Չէ, իրականում էդ էլ է հումոր էր էլի իրական սարկազմ զուտ։ Էդի հմտություն է գումար, չգիտեմ, վաստակել սխալ է ասել, ձեռք բերել ինչ որ բաներ։ Նոր ֆեստիվալներին մասնակցեք։ Չէ, ես փող ուզելուց հենց վատ եմ, շատ դժվար է։ Բոլորս։ Փող լացում, ուզում։ Ես համաձայն եմ սոված մնամ, բայց փող չխնդրեմ ոչ մեկից։ Չէ, բայց դա խեր կարևոր գործունեություն է։ Կարևոր գործունեություն է, շատ մեծ ռեսուրս ու ժամանակ է խլում, ինչ որ իմ կյանքի մի պերիոդում ես կարացել եմ 2 տարի ուղիղ ամեն շաբաթ կիրակի գնամ սահմանագմերձ գյուղ ու դաս տամ երեխեքին։ Վարդանիշ չէ։ Չէ, Շամշադինի շրջան, Բերթել չէ, անգամ Այգեձոր Չինարի ամենավերջը էլի այս աշխարհի։ Հետո գործունեությունը ծավալվել է նաև Երասխում, հետո շարունակել ենք Գեղամասար գյուղում, Գեղարքունիքի մարզի, բայց հենց Գեղամասարում կանգնել է գործունեությունը, չէ ավարտվել է, ցավոք սրտի կանգնել է գործունեությունը ֆինանսական ռեսուրսներ չունենալու պատճառով, որտեվ մեզ այնքան ռեսուրս է պետք մենակ հասնել ընդեղու համար։ Պատկերացնում եմ, հա։ Ու այդքան ուսուցչի ու անգամ այնա հետաքրիր, որ ուսուցիչները բոլորը կամավորներ են եղել մինչև հիմա։ Այսինքն ուսուցիչը չի վճարվել այնտեղ դաս տալու համար, բայց մեկը ռեսուրսները չեն հերիքում, որտեվ մենակ տրանսպորտը արդեն շատ մեծ ռեսուրս է, էլի, խլում։ Բայց օրինակ տես մարդ չկա, օրինակ համագործակցեք իր հետ, ինքը եղել են դիմի տես ծրագրերի։ Եղել են տենց մարդիկ, արդեն երևի դիմել ենք ամենտեղ, տենց դուր չկա, որ չենք ծեծել, բայց հեսա։ Պլյուս նաև մեզանից էլ է, որ շատ ժամանակ չենք կարող տրամադրենք արդեն։ Կյանքը փոխվում է իր ժամանակաշրջաններով ու դա նորմալ է, որ Որակներով։ Դե բացասեցի, բայց ուրեմն այս գործընթացը պետք է որ հասել ենք այս կետին, ինքը իր պտուղները տվել է ամեն դեպքում։ Ես էլ գիտեմ աշակերտներ, որոնք հիմա պատրաստակամությամբ մասնակցում են նման նորից նախագծերի։ Հա, այդ իմ կյանքում շատ մեծ ու լավ ու գեղեցիկ փուլ է եղել մշակութամետը, բայց այս պահին ամեն դեպքում այդ էջը փակ է։ Կբացվի մի օր գուցե, բայց դե պայքարենք որ բացվի, չգիտեմ մեծ դիտողների մեջ ով կա, որ եթե ուզում եք, ինչ որ մի բան կարա անի, բայց հովանավոր դառնալ մշակութամետին։ Վատը այն է, որ տարբեր ծանոթներ ունեմ, որ այդ հասարակական կազմակերպություններ բացում են լավ գաղափարի ու լավ ծրագրի համար ու ոչ մի տեղից ֆինանսավորում չեն կարող ունենալ, փակում են։ Երբ որ տենում ես ովքեր են ֆինանսավորումները ստանում ու ինչի համար ու հետո այդ փողերը ոնց է ֆռում, ասենց աշկերտ ֆռում է, էլի է դրա։ Հա, այդ հմտությունն է, դու կարաս շատ
ճակերտների մեջ վատ գործ անես, բայց ֆինանսավորում ստանաս, որտեվ դու ունես այդ հմտությունը, թե ոնց դիմես տարբեր տեղեր, որտեղից կարան քեզ Եթե կրթական ծրագրերի որ կան, որ մարզերում անում են թեկուզ դասավանդիր Հայաստան կամ այդ տեսակ կազմակերպությունները, իրանց մոտ ուրիշ է, իրանք ուղարկում են հենց աշխատողների, ովքեր կգնան գյուղում կապեն։ Չէ, իրենց նկարում ենք նաև այդպես գիտեմ, բայց ուղղակի ասած նկարված զուգահեռ համատեղ ինչ որ պրոյեկտ կարողանա ստացվի։ Հենց իրենք պարտադիր չեն, էլի էլի կան որ կարելի։ Շատերը կան, բայց էլի պետք է գնալ խոսալ։ Դա շատ մեծ ժամանակ ու ռեսուրս է խլում ու նաև հմտություններ է պահանջում, որը ես չունեմ։ Շատ տխուր է, էլի։ Տխուր տեղ ենք եկել։ Հա չէ, արի երկերից խոսենք ավելի լավ է։ Ես չգիտեմ խի պատկերացնում եի որ դու տենց հենց ռոքի ֆանատ ես գալու ես ռոքից խոսանք վերջապես մազերը բանեն 5-4 կայ ես ռոք սիրում եմ, սիրել եմ ավելի շատ, այդքան էլ հիմա ռոք շատ էս պահին չեմ լսում, բայց ինչ որ պերիոդներ ա, որ շրջաններ ա, որ կարող կարոտեմ այն բազան, ինչ որ ես լսել եմ ու ունեմ ու վերադառնամ։ Բոլորի մոտ լինում է այդ։ Հա, վերադառնամ հետ մոտ միշտ այդ շրջանին, բայց հայկական երաժշտությունը այնքան գլխավոր դեր ա զբաղեցնում իմ կյանքում, որ ես ամեն ինչի մեջ իրան եմ փնտրում։ Ռոքի մեջ էլ եմ իրան փնտրում։ Ու ուզում ես ինչ որ նոր բան անես հայկական երաժշտությունում։ Շատ կուզեի, բայց ըստ ինձ արդեն արած է շատ լավ ձևով Համասյանի նման ֆենոմենալ մարդը արդեն անում է, շատ կուզեմ կերազեմ մի օր իր հետ նվագեմ կամ հասնեմ այն մակարդակի, որ նվագեմ այդ երաժշտությունը, բայց իմ համար ուղղակի կատարյալ է այն ինչ որ ինքը անում է։ Այնտեղ ռոք էլ կլսես դու, մետալ էլ կլսես, ջազ էլ կլսես ու մաքրամաքուր հայկականն էլ կլսես։ Ես լսել եմ ու ես վերջերս եմ իմացել, որ ինքը նաև երգում է։ Ես շատ կարևոր դեր է զբաղեցնում իր երգելը, իր երաժշտության մեջ։ Իհարկե մենք տեսել ենք ինչքան իր նաև այդ երգելու զարգանալը։ Աշե Համասյանին, որ սկսում ես 2006 կարծեմ թվին է իր առաջի ալբոմը, որ լսում ես 2006-ից 2026-ին դուրս թողարկված ալբոմը, դու ոնց որ իր աճը շատ լավ Evolution։ Հա, շատ լավ տեսնում ես, թե ոնց է ինքը հասնում ու դառնում այն Համասյանը, ինչ որ այսօր կա։ Ես իրականում ուրախանում եմ, որ տենց մարդիկ կան, որ միջազգային մասշտաբի մարդիկ են, ոչ թե մենակ մենք ստա թաքուն փուճուր տեղերով իրանց սիրում ենք ու գնահատում ենք իրանց արածը, շատ ուրախանում եմ, որ տենում եմ Տիգրան Համասյանին հրավիրում են ինչ որ հարցազրույցի ու սաղ աշխարհը նայում է ու իմանում եմ որ համաշխարհային տեղ ինքը ոչ թե ինքը ստեղծագործում այդ երաժշտությունը, այլ ինքը հենց այդ մարդն է, ինքը հենց այտենց է ապրում, որ լսում ես իր համեստությունը կամ իրան ուղակի լսում ես, իր խոսքերը, թե ոնց է ինքը մտածում, հասկանում ես, որ ինքը ոչ թե կարում է ստեղծագործի գրի տենց երաժշտություն, այլ ինքն է հենց այդ երաժշտությունը, ինքը հենց այդ մարդն է, որ դառել է արդեն մի հատ գանձ է պրոստը իմ կարծիքով մենակ Համասյանի երաժշտությամբ կարելի է երջանիկ ապրել։ Այդքանը մենակ հերիք է։ Բայց մեկ դեպրեսիվ բաներ էլ կան երաժշտության մեջ։ Չէ, դեպրեսիան էլ է երջանկություն, էմոցիա է, չէ։ Ուզում եք ես ձեզ հարցեր։ Давайте։ Կարանք տենց անենք, մենք այսքան ժամանակ հարց չեն տվել։ Հա։ Յա, ես սկսեմ։ Ինչի համար եք անում այս ոդքասթը, գաղափարը ո՞րն է։ Այդ ով սկսի։ Դու քո տեսանկյունից սկսի, ես իմ։ Այս հայտնի պատմությունը պատմեմ, հետո շարունակեմ, էլի։ Մի օր ամեն ինչ վատ էր։ Իմ մոտ էլ հիշում ես, ամեն ինչ վատ էր, դեկտեմբեր հունվարներ։ Ու պատերազմից հետո էլի առհասարակ ամեն ինչ վատ էր, ազգային թեմայի ոչ մի բան չկար։ Կար շատ, այսինքն կարճ բաներ էր, որոնք որ իրականում շատ կարևոր է որ անում են Instagram-ում, Facebook-ում, TikTok-ում եւ այլն, բայց երկար հաղորդում հմեկում արդեն էլ չկար, արդեն բանները փակվել։ Հա, արդեն երգերքոսնել է հիմա փակվել, չնայած այդ ժամանակ փակված չէր։ Շողակաթը պոպուլարությունը կորցրել էր այնտեղի մշակութային հաղորդումները չէին նայում կամ քիչ էին նայում, հանրային մուլտիպլեքսից էլ առհասարակ հանեցին շողակաթին 5-րդ ալիքը ուներ, հիմա բայց չգիտեմ անում է թե չի անում։ Ու ուղղակի չկար ոչ մի բան որ լիներ։ Մեր կյանքում էլ ամեն ինչ վատ, մտածում ենք ինչ անենք որ մի հատ լավ բան անենք այս ազգի համար։ Էթնոկլիպներից բացի։ Առաջարկեցի սկզբից ճիշտ ասած ես էլ էի մտածել կարճ
ինչ որ բաներ, երկար ոդկասթի մասին չէի մտածել։ Խոսացինք, հասկացանք, որ կարելի է երկար ոդկասթներ անել, որտեվ չկա ու ասեմբղի չկա, ինքը եկամտաբեր չի, մենք չենք անում եկամտի համար ու գիտենք, որ գումար չենք աշխատելու էլի այս ոդկասթով ինքը։ Իսկ մենակ Նարեկինն էլ բացի ազգային երկերաշտությունից ամեն ինչի մասին խոսում էին։ Իհարկե երկերաշտությունը, բայց չէ, հենց կոնկրետ ազգային մշակութային թեկու ժամանակակից մշակութային թեմայով, տենց երկար ոդկասթներ չկա, ուղղակի լինում է ուրիշ ոդկասթներում հյուր կանչեն խոսան, բայց որ հենց կոնկրետ դրա մասին լինի չկա, ու ասում եմ չկա, որովհետև ինքը եկամտաբեր չի լինելու ոչ մեկի համար, որտեվ ազգային թեմայով նյութերը մարդիկ շատ քիչ են նայում, պատկերես, եթե բան կա, ինչ որ պետք է հովանավոր դառնա ուրիշի ոդկասթին, նայում այս մեկին նայում են 2000-3000 հոգի, մեկին նայում են 30000, всё գնացինք 30000-ի մոտ։ Մշակութային թեմաներով շատ քիչ են նայելու ու շատ տխուր է անգամ որ Համասյանի ոդկասթը ավելի քիչ են նայել, նույն ստեղ տեղի ռեյրենջի ոդկասթը շատ ավելի քիչ են նայել, քան ինչ որ մեկի, ով որ ոդկասթ չթեկուզ հարցազրույց լինի, ով որ իրանից առանձնապես այդքան էլ շատ բան չի ներկայացնում, ինչքան Համասյանը, բայց իրան ավելի շատ են նայում, որտեղ ինչ որ ինտրիգ կա դրա մեջ։ Ու մենք մտածեցինք, որ այդ անznազող քայլին մենք կգնանք էլի, որ կանենք, մեզ առաջի հերթին շատ հետաքրքիր է ու շատ հավես է, հետո մտածեցինք, որ իրոք կան մարդիկ, որ պիտի խոսան, ու իրենց խոսածը պիտի մնա։ Որպես արխիվ։ Պիտի մնա, որ 20 տարի, 30 տարի հետո ինչ-որ մեծ երեխա մտնի նայի, մեր բոլոր հյուրերին կարան մտնեն նայեն, 30 տարի հետո իրենք բոլորը լինելու են ինչ-որ մի բան, մի հետք թողած մարդիկ, նույնն էլ այսօր դու մեր ընկերներս քեզ ուրիշ ձև ենք նայում, բայց դու էլ ես ինչ-որ մի բան թողելու, որ 20 տարի, 30 տարի հետո ինչ-որ մեկը մտնելու է նայի ու ասի, ախպեր, գիտար եմ նվագում, բայց պարտադիր չէ էլի ես, էլի Led Zeppelin նվագեմ 30 տարի հետո էլի օրինակ, կարելի է հայկական էլ նվագել, որով որ շատ նորմալ է ու շատ լավ բան է էլի։ Ու այդ իմ տեսանկյունն էր, թե մենք ենք սկսել ոդկասթը, Սուսանան էլ իր տեսանկյուն ունի էլի այդ ոդկասթը։ Հետո դեկտեմբերին գրում է ինձ։ Դեկտեմբերին հիշում ես։ Դեկտեմբերին գրում է, ես էլ մի ամիս մտածում, չգիտեմ ինչ եմ մի ամիս մտածում։ Այս հույսս կորցել էի, որ ինչ-որ սկսել ենք։ Դեռ նամակ էր գրում այդ թեմայով, չէի բացում նամակները լուրջ։ Մտածում էի, չեմ ուզում, չէ, բան չի, չեմ կարա ես տենց։ Հետո հասկացա կլիպից ինչ կա բանման օրինակ։ Հա, գրում էի կլիպից նորություն կա, թե չէ, բայց հենց հարցտացի նորից նամակը փակվում էր, գնում էր արխիվ։ Ու մի օր քարն ընկավ գլխիս։ Ուրախ եմ պատմում։ Չէ, մի օր դից որոշեցի, որ նորություն է պետք, եթե նորություն չլինի, ուրեմն լճացում է լինելու, առանձնալ լճացման մեջ էինք։ Դե 2 տարի եկել եմ, չգիտեմ, բենդը լավ աշխատել է, ու ոչ մի բան չեմ ուսումնասիրել, ոչ մի բան չեմ նայել նոր երգերից դուրս։ Ու դից մարտահրավեր էր։ Ասացի, օքեյ։ Դու շատ հավես է, իրականում հիմա ես զարմանում եմ ինչի ոդկասթները ինչա նոր պոպուլյար դառել, вообще նոր ստեղծվել, ինչի առաջ չկար, որովհետև շատ հարմար է, թեկուզ դու ինչ որ գործ ես անում, կամ մեքենա ես վարում, շատ հարմար է ինֆորմացվել։ Ամենահարմար բանը այս մեքենայի մեջ լսելն է։ Շատ հավես է, որ դու միացնում ես ու լսում ես ինֆորմացիա, որից դու բան կսովորես ինչ որ։ Իրականում մի 10 տարուց ավել է արդեն որ ոդկասթի գաղափարը աշխարհում կա, բայց Հայաստանում ամեն ինչ շատ ուշ է հասնում, հասնում են ժամանակ, երբ որ Ռուսաստանում էլ են անում, տենում են որ Ռուսաստանում ստացվել է, մարդիկ նայում են, սկսում են ստե անել, բայց այս անգամ մի քիչ խախտվեց ամեն ինչը, որովհետև Rearrange-ը երբ որ սկսվեց, Նարեկը երբ որ իր ոդկասթը սկսեց էլ միկրոֆոնները չունեին, ես լսում էի։ Ուղղակի գաղափարային է։ Չենք ես էլ էի հենց։ Ես էլ եմ հենց սկզբից հետևել։ Հա, ինձ հետաքրքիր էր, ես ինչ է էլի, որ քանի հոգով նստե խոսում են իրար, դան ինչ են խոսում, ու տենց հետաքրքիր է, էլի մի քանի։ Հետո հասկանում ես, որ հա, ինչ որ մի պիրուտ էր եկել իմ կյանքում է, պիրուտ բառն չեմ ուտել, շրջան։ Որ ես ու կինս բանը Նարեկի ոդկասթները գրեթե ամեն օր, չգիտեմ, քնելուց առաջ ես էլ քնելուց առաջ միասին էի քնում էի։ Որտեվ շատ հավես էր էլի, դու ահագին մեծ ինֆորմացիայի բազա ես տանում, ինչ որ լիքը բան ես սովորում, ընդհանրապես ինչ որ վիդեո դնելով, որին դու կարաս անգամ չնայես։ Միայն ձայնը քեզ բավական է։ Եթե Նարեկը նայում է մեր ոդկասթները, իրականում շատ հավանում եմ էլի ես Նարեկի ոդկասթները, բայց այս վերջերս մի փոքր ոնց որ Նարեկի մոտ է լճացում կա, որ կարա մի քիչ
նորություն ես ուզում լինի։ Առաջ ինչքան ուժեղ է, չէ՞։ Ես հիշում եմ շրջան քիմիկների էր կանչում։ Հա, որտեվ հյուրերը չես կարա, դեմքերի հոգեբանների, քաղաքական գործիչների, թեկուզ հենց Համասյանն է հենց բուն։ Հա, իրական երևի ամենավերջի հետաքրքիրը որ լսել եմ, կարծեմ Համասյանն է եղել։ Հա։ Ասեմ, բայց անու Համասյանը իրարից հետո էին։ Այդ դրանով շատ հետաքրքիր էր։ Մենք էլ այդ ժամանակ արդեն ոդկասթը սկսել էինք, մեր հյուրերի հետ էլի այդ մշակութային թեմաներից ենք խոսում, վերջացնում ենք այդ ոդկասթը լսում եմ, չգիտեմ, Համասյանին եմ լսում, տենց ավելի կայֆ է լինում։ Բայց այդ էր ոդկասթը սկսելու գաղափարը, որտեվ նախ չկար, մենք եղանք առաջինը, որ այդ սկսեց։ Շատ հարուստ։ Երկրորդն էլ արեցինք մի հատ բան, որը որ ամեն դեպքում չասեմ 100% վստահ եմ, որ ոչ մեկ չի անելու, բայց մտածում եմ, որ ով էլ որ փորձի սկսի անել, շատ երկար չի տևելու, որովհետև ինչ որ մի պահի մեր հետաքրքրության մեջ է մենք անում ենք, բայց ուրիշը եթե անի, բնականաբար ֆինանսական հետաքրքրություններ էլ պիտի ունենա եւ այլն, այդ պահը երբ որ չլինի, ամենքը ռեսուրսային ծախսատար է, էլի ոդկասթ նկարելը։ Ես նոր մտածում էի ոդկասթից ինչքան հավես է, որ ապագա սերունդները, չգիտեմ 50-60 տարի հետո կարան հետ տան ու իրանց կոպիտ ասած կուրքերի մտքերը լսեն ոդկասթին, չգիտեմ, Համասյանի մտքերը կարան 60 տարի հետո լսեն ու իմանան թե ինքը ինչ տեսակի մարդ է, ինչքան հավես կլներ, եթե մենք կարողանայինք Հայրիկ Մուրադյանի ոդկասթի վիդեոն ունենայինք ու լսեինք։ Սաղորը կլսեի, հա, իր մտքերը կամ Կոմիտասի մտքերը, իհարկե այդ մարդիկ էլ իրանց հոդվածներն են թողել, չգիտեմ, աշխատել են, գրած լիքը բան ունեն, որ իրանց մտքերն ես կարում բացես, կարդաս, բայց ոդկասթով հարմար է, էլի։ Բայց կյանքի մասին ես իմանում ես։ Չէ, դե օրինակ հիմա իմանում ես Համասյանը ոնց է ապրում, ու գնում։ Իր էմոցիաներն ես տեսնում, միմիկաներն ես տեսնում, որը օրինակ ես կուզեի Կոմիտասինը տեսնեի ոնց է ապրում։ AI-ով եկեք սարքենք։ Սունոյով։ Չէ, թե բաներ կա, որ կյանքում չեմ անի, այդ կոնկրետ մարդիկ կան, որոնց մեկը Կոմիտասն է, Հայրիկ Մուրադյանն է, որ երբեք իրանց կերպարին, արածին ու ոչ մի ձև դեմ են, որ կպնում են ուղղակի այդ արհեստական ինտելեկտով կամ ինչ որ մեկի երևակայության։ Ինքը լավ գործիք է, որով կարելի է աշխատել, որը շատ լավ մտքեր է տալիս, շատ լավ գաղափարներ է տալիս, որ դու կարող ես այդ պահին սպառված ես կամ չես մտածում նույն երաժշտություն ինչ որ գրելուց, ինքը կարա քեզ օգնի շատ լավ, բայց եթե վերաբերվում ես իրան որպես գործիք, որը կօգնի քեզ։ Դե այդ օգտագործողները այս որպես գործիք չեն օգտագործում։ Բայց եթե դա քո պրոդուկտի դեմ են օգտագործում։ Հա, քո պրոդուկտի հենց հիմքը AI-ն է, մի քիչ ինձ թվում է մեկը գնահատվելու է մարդու արածը միշտ։ Ձեռքի աշխատանքը միշտ ավելի է գնահատվում, քան ստանոկի գործարանային արածը։ Անգամ հենց այդ օրինակ են բերում Չինաստանում արտադրվող ժամացույցների ու ձեռագործ շվեյցարական ժամացույցները, որ ամեն տարի ենթադրենք 50 օրինակով արտահանվում, արտադրվում ու շատ ավելի է 50 օրինակ արագ է սպառվում, չնայած որ շատ բարձր գին ունի ու ձեռագործ է, քան օրինակ են Ախր ձեռագործը չի կարա լրիվ իդեալական լինի, ինքը անմշակ տեղեր ունի, ինքը ծուրմրտիկ տեղեր ունի, պատկերացնելով թե երաժշտությունը, թե բանը, ու հենց դա ավելի հավես է, քան իդեալական է, որը քեզ տալիս է, չգիտեմ, համակարգիչը կամ ստանոկը, որ իդեալական հանմա, չէ, այդ մարդու ձեռքը խառնված այդ մի քիչ էլ անմշակ էներգիա է տալիս ամեն դեպքում։ Մի քիչ էլ տեղ-տեղ ծուրմրտիկ ու անմշակ լինելը, այդ իմ համար ավելի հավես է այդ ամեն ինչը։ Այդ իրականում վիդեոյի մեջ էլ է տենց, մեր ոդկասթը մերնա մի քիչ ինչ որ առումով ալարում եմ, դնեմ ավելի մանրակրկիտ բզբզանբանման, բայց ոդկասթների կայֆն էլ է այդ էլի, որ իրականում sense սեղանին ինչ ասես կա բաժակները sense դրած է։ Սկզբից շատ էինք մոնտաժին ուշադրություն դարձնում, քիչես ամեն խոսքին բան, բառ, հանկարծ ով բան չասեն, կռիվ չստեղծվի, հանկարծ մեզ վատ կոմենտներ չգրեն։ Այդ լավ բան մի ասեք։ Չէ, իրականում չէ, բայց իրականում լրիվ չի պատմում։ Ինա դու բաներ ենք ասում, որ ինտրիգ լինի, ավելի շատ տարածեք։ Բայց լրիվ չի ասում։ Ես խոսում էի, խոսում վերջացնում էր, ասում էր, բայց այդ մասը կհանենք էլի, որովհետև էդի որ մնա, այս չգիտեմ ով սրանից կնեղանա, եթե լսի բան, ման ու սարի մասասները հանում էինք ոդկասթներից։ Ես դնում եմ ինչ ասես ասում։ Բայց մենք բոլորի մասին խոսել ենք էլի։ Դե վերջում կարաք չհրապարակված կադրեր գցեք, դա ինտրիգա։
Այկեսի չտը ջինջա։ Ինչ որ բաներ պահած է, Դիտումները ահագին Քիչ մեր առաջի ոդկասթներ, որ տենց այնքան է յուրախացը վերջում գոռում է յուրախությունից։ Բայց դիտումները գիտես ոնց է, հələ որ ամենաշատը միջով քո գալը է ինք նայում 1200 թե 1300 է YouTube-ը։ Բայց այդ մի հատ է տենց։ Մնացածը մի հատ ունենք 1000 մանվելի հետ, մնացածը ցածր են 1000-ից։ Այս վերջերս նամանավան տեսընտրություններից առաջ բան սաղ պատոկը լրատվականներն էր վերցրել, բոլորի ուշադրությունը մենակ լրատվականներն էր ու հիմա նայում եմ, որ մեր հին ոդկասթները, որը որ այդ ժամանակ են գցելու չէին նայում, որ պրասմոտորները ավելանում էլի, այսինքն մարդիկ այդ ինֆորմացիոն պատոկի մեջ մեր վիդեոները կորում էր, որովհետև իրենք տենց շատ չէին։ Բայց Instagram-ը շատ լավ աշխատում, TikTok-ը դեպքում դաշտը մաքրվել է։ Ընտրական քաղաքական։ Հա, իհարկե։ Instagram-ում օրինակ վիդեոներ ունենք, որ մինչև 150 արդեն 200,000 դիտումներ ունենք։ Շատ հավես է։ Չէ, Instagram-ը լավ գնում առաջ, TikTok չունեմ, չեմ էլ ուզում մտnem ճիշտ ասած։ Ես երբեք չեմ ունեցել։ Մի մտեք իրականում, որտեղ սկզբից ես ասում էի մտեք, բայց ես հիմա հասկանում եմ, որ ինչքան շեղված մարդ կա։ Ինձ Instagram-ը այնքան է հերիքում Instagram-ը։ Չէ, դե գործի բերումով արի ճիշտ խոսանք, մեր երգը ամենահայտին։ Այն որ չեմ սիրում։ Հա, որ չես սիրում։ Ես էլ եթե։ Հեսա հարց եմ տալու այդ երգի, ինչի չես սիրում, էլի հարց եմ տալու։ Մի խոսքով, բայց ո՞նց տարածվեց TikTok-ի միջոցով։ Որտեվ ամեն դիտումը բավականին աճ է տալիս, ու ինքը վարքյանական կարող է շատ ուժեղ աճ ունենա, ու մեկ էլ տեսնես հաջորդ առավոտ հայտնի։ Որովհետև ինքը, քանի որ ալգորիթմները նենց է աշխատում, որ ուղղակի սպոնտան մարկանց մոտ է գնում, դու գցում ես ինչ-որ մի հատ վիդեո, սպասելիքները տենա որ պետք է նայեն ինչ-որ մարդիկ կամ կրթվեն կամ նորմալ մարդիկ նայեն։ Չէ, ես բոլորի համար եմ անում։ Ես չեմ մտածում, որ ես բոլորի համար եմ անում, թող տենց գոռոզություն իհարկե չլինի, որ ես բարի հրեշտակն էի մեր հաղորդման դու չար հյուրեր։ Չէ, մարդիկ կան որ արժանի չեն իրենց համար ոչ բան անես, ես իրենց համար չեմ անում։ Ու չեմ կարծում որ իրենք։ Ես նման կերպ չեմ մտածում, բոլորին պետք է ստիպես որ ազգային երկ երաժշտություն սովորեն, իմանան, բոլորին։ Ինչ ձևի մարդ ուզում է լինի։ Բոլորը պետք է լսեն։ Եկել նզել նայում ենք ոնց ենք մեր առօրյա կռիվներն են։ Այս մի անգամ խոսք ենք տալիս, կպահենք մեր կռիվները։ Ես ուրիշ ձև եմ մտածում։ Եթե մարդը արդեն 40-ից մարդ է, ինքը սովոր է իր կյանքը ապրի, տենց իրենց էլ չես փոխի իրան, ինչ ուզում ես արել չես փոխի։ Իսկ երեխեքը ըստ կանոնի 18 տարեկանից ցածր չպիտի մտնեն Instagram, TikTok եւ այլն եւ այլն։ Ես երբեմն հույս եմ ունենում, որ 40-50 տարեկան մարդիկ փոխվում են։ Մարդիկ չեն փոխվում։ Ես մտածում եմ, որ այն ինչ որ անում ենք երեխեքին առանձնապես չի հասնում, ինչ որ անում ենք մեծերի վրա չի ազդելու, եթե մինչև էս իրենց վրա արդեն ոչ մի բան չի ազդել, անում ենք ավելի երիտասարդների համար։ Երիտասարդներն մի օր երեխա կունենան, իրենց երեխեքին կդասիրակեն նորմալ մարդ ու իրանք հուսանք կդասիրակեն նորմալ։ Ես տես չեմ մտածում։ Լսի, ես էլ այդքան տես չեմ մտածում, որովհետև իմ վրա եմ վերցնում։ Ես արդեն 3 տասնամյակ ապրում եմ, մի քիչ էլ ավել, ես փոխվում եմ այս տարիքում անընդհատ։ Մեր փոխվելը ինքը մի քիչ ուրիշ փոփոխություն է։ Ճաշակային առումով։ Հաճա ճաշակային նույնիսկ չի որ բանես էլի։ Չէ, ես շարունակում եմ դաստիարակվել, փոխվել, մարդ ես եղել, հիմա դառել է շատ ճաշակով։ Որ մեծ մարդիկ մեկը դաստիարակվում են ու ինչ որ բան փոխվում է իրենց մեջ։ Կարող է մի քիչ հարց է։ TikTok-ում նես չի որ մենակ վատնա, ինչքան վատնա երկու այդքան էլ լավն է։ Ես առաջ անգամ որ որոշեցի production-ի edge-ի համար, ասացի նաև TikTok բաց, մտա TikTok, հենց մտա մի հատ քաղաքական գործ չի բերեց, ոչ մեկի անունը չեմ տալիս, որովհետև հեսա դժվար տամ սաղյանները պետք է հիմա տամ։ Իրան բլոկ արեցի։ Բլոկ արեցի մի հատ է բերեց, իրան չէ, ուրիշ իրա մրցակցին բերեց, իրանը բլոկ արեցի, բերեց այն մեկին, որ իրանց քրֆում է, իրանը բլոկ արեցի։ Իրան բլոկ արեցի, այն մեկին բերեց, որ այն մի քֆուր անողին քֆուր է անում, ախպեր, այդ էլ բլոկ արեցի։ Բայց ինչ որ մի պահի այդտենց բլոկելով որ գնում ես, քո համար, քո ալգորիթմով ճաշտը մաքրվում է։ Հասկացա, որ մեկը որ Instagram-ով եմ ես գնահատում, TikTok էլի չեմ մտել։ TikTok-ով էլ է մաքրվում, հիմա իմ մոտ մենակ մի հատ սերիալի վիդեոներ ա բերվում, մի քիչ մինչև քո գալի ես նստած նայում եի։ Մեկը որ TikTok գցում է Instagram-ել է գցում, այդ նույն բանը կարիք չկա մտնում TikTok։ Իրականում հա, ես էլ եմ դες մտածում, որ բոլոր պլատֆորմներում գցում եմ Facebook-ից։ Հա, ես YouTube-ի շորթերն եմ սիրում։ Պրոստը ինձ ես մենակ պահել եմ Facebook-ն ու Instagram-ը, իրանք իրարից խայտարակ տարբերվում են իմ համար։ Չէ, Facebook-ն ու Instagram-ը իմ համար օր այնքան թեմա չունենք խոսալու, եկե Facebook թեմա Instagram-ը։ Բայց իրաք իմ համար շատ տարբեր են, Facebook-ն ու Instagram-ը իրարից բավական տարբեր են, դրա համար այդ երկուսը ինձ ծովել չէ, օվկիանոսի չափ հերիքա, ավել ինչ որ երկերի տարածման համար ու իմ դեպքում վիդեոների կամ edge-ի, հա, production-ի edge-ի տարածման համար
ինչքան էլ ուզենք թե չուզենք, հայ TikTok-ը ինքն ինչ ավելի Asian պլատֆորմ ոնց որ լինի, ու արագ տարածվող, հա, Asian ոչ թե մենակ core resource-ը Asian քիչ ծախսելու համար, այլ այս պատմություն պատմում են, ընկեր ունեինք, որ համակարգչի մասեր էր ներմուծում Հայաստան, ինքը ուներ երկու խանութ, մեկը շատ Asian, մեկը թանկ։ Թանկը ինքը չուներ TikTok ընդհանրապես, այն ինչ որ Asian էր, մենակ TikTok ուներ։ Այն մարդը, որ TikTok-ով էր այդ ամեն ինչը մանգալի, չէր գնալու օրինակի համար առնել մի հատ SSD, որի գինը 120,000 դրամ է։ Գնում էր 20,000-անոցներ առնում։ Նույնն էլ երգերի հետ կապված։ Նայում ես ինչ որ խումբ կա, երգիչ կա, բենդ կա, որ ինքը շատ պոպուլյար է TikTok-ում։ Իրանց որ գնային հարցում էլ ասանում, դու հասկանում ես, որ սխալ մարդկանց մոտ էս թեման տանում։ TikTok-ային գները, հա։ Հա, TikTok-ային գները ու որակն էլ է TikTok-ային։ Այսինքն դու TikTok-ի համար չես դնելու, էլի կոպիտ օրինակ եմ բերում իհարկե ոչ մեկին չհամեմատելով կամ Համասյանին չուզենալով նեղացնելով, բայց Համասյանը TikTok-ում չի էլի, որ պիտի տարածվի, որտեվ այդ մարդիկ չի, որ իրան ուզենալու են իրան լսեն։ TikTok-ում այն մարդն է տարածվում, որ հենց այդ մասայի վրա էլ ուզում է տարածվի։ Բայց մեկը կարծում եմ, որ TikTok-ում լիքը լավն էլ կա։ Չէ, լիքը լավ, շատ լավ բաներ կան։ Չեմ եղել TikTok-ում։ Արդեն ջոկերիտա գիտես քանի վիդեո կա նկարած։ Բայց ես հիշում եմ, որ Քիսմեթի հաջողության գրավականը TikTok-ն էր։ Իհարկե։ TikTok-ից սկսեց ամեն ինչ ու մենք բավականին գիտես ինչ էր կատարում, ես որ մտա առաջի օրը լուրջ ես չգիտեի, իրոք չգիտեի ինչա կատարում, ես TikTok չէի մտնում մինչև այդ, ու մի օր մտնում եմ TikTok, ուղղակի sense թերթում, բայց ես չգիտեմ ինչի մտա, հա, որտեվ անդադ ինչ որ բաներ էր գալիս, այն որ գրում է էկրանիդ, ուզում եմ հասկանամ, ես ինչ է, եթե ես TikTok եմ ունեցել, բայց sense արագ չի ինչ որ բաներ եղել, ես ինչա կատարվել, ու մտնում եմ, որ վիդեոն բարձրացնում եմ, բանը, վալայի շատերն, դիսեն որ օրսես նույն ուզում ես ինչ կատարվում, իմը դու ասա ինչի չես սիրում այդ երգը, թարնա երգը, ես գտա բերել եմ, կռվի մեջ ենք ընկել։ Ես չեմ սիրում, բայց դու պատմի թե խիտ։ Զարեն ասեց Այո, չնջենք, չանենք։ Առաջի փորձին ես ասել եմ, այս ինչ է, այս ինչ ռեփ եք բերել։ Ես լացում էի։ Հա։ Հիմա էլ չի սիրում եմ, բայց բավականին լավ գումարներ վաստակեցինք այդ։ Ուղղակի 20 տարի հետո, երբ որ մեզնից մեծ մասը չի լինի, 20 տարի հետո, այն ճոնկով բան ասեցի, բայց գոնե մի 40 ասեիր, լավ։ Ես մինչև 100-ից ավել պլանավորել եմ։ Մեն 100-ից հետո էլ որ փոխանցանում ստանամ նոր մեր։ Լավ, 50 տարի հետո, երբ որ մեզնից շատերը չեն լինի, ես ու դու կլինենք։ Ես ծխելը թարգել եմ 60 տարի հետո։ Ես էլ ներվայնանալն եմ թարգել։ Կմտնենք կնայենք այդ երգը, կարող է բացած լինի էլի այդ երգը YouTube-ը զուտ։ Կմտնենք կնայենք, ասենք, ոյ, ինչ ջահել օրեր էին, այ ոնց եմ աշկով տալիս ես կլիպի մեջ։ Չենք ջոգում, ինչ ենք անում։ Ջահել ես։ Չէ, ճիշտ բան եմ չեմ սիրում, որտեվ ոնց որ դուք ավելի լավ բաներ ունեիք արած, մինչև այդ։ Բայց այդ ավելի լավ բաները պոպուլյար չեն դառնալու։ Ես սպասում որ ասել, բայց լավ է։ Չէ, վատն եք ասել։ Վատն էլ ունենք, լավն էլ ունենք, բայց վատ բաները, լավ բաները չեն դառնալու։ Չէ, գիտես որն է հարցը, ձեր երգերը հիմնականում լավն են։ Հիմնականում որն է, դա իրականում լավն են, ախպեր, այն Քիսմեթը հանած։ Մնացածը ուղղակի էսենսը մտածում։ Եթե խումբը ունի երգ Գարմի կամ երգում է Ջուղտակ Մոմ կամ այդ կարգի երգերը երգում, իմ համար իրանք շատ բարձր է, էլի։ Հա, ես Գարմին էլ չեմ սիրում։ Չէ, ես Գարմին սիրում եմ, իրոք չեմ սիրում։ Ես այդ երգը Չէ, ես Գարմին սիրում եմ, բայց իրականում մենակ ձեր երգածը։ Այդ երգի օրիգինալն է չեմ սիրում։ Ես Գարմին չեմ սիրում, որտեվ ես Գարմիի մեջ չկամ։ Ես Գարմին չեմ սիրում, որովհետև հենց ձենս քաշվում է չեմ կարող երգել։ Հա, չէ, բայց չգիտեմ, մեկ էլ սկսել եմ բառեր սխալ երգել։ Չգիտեմ, իմ համար այդքան իմ չսիրելը իրականում նես չի դատապարտում եմ, որ չեմ սիրում, ոչ եմ եղադրում։ Այո, դա ազգային է։ Չէ, արի երթանքն էլ արդեն էլ։ Բայց Քիսմեթը իմ համար ազգային չի, էլի։ Վայ գիտի բուլբուլս։ Աղջի մարան։ Չէ, դա որ ձեր վերջի համերգի երգերն է, այն որ մի քիչ առաջ էլ նայում ենք կադրերը, սա երգերը բացացի, վերջում ասենք Քիսմեթը չեմ սիրում բագեցի։ Էդի պետք չի, դե հենց հիմա կարաս։ Ես ոնց որ դաժե ուրախացա, որ Քիսմեթը բլոկվեց, էլի։ Հա, բայց այդ պատմությունը, գիտես ոնց է, երբ է եղել այդ պատմությունը, ու ես ոնց էի հա, համել դրա համար ավելի շատ չեմ սիրում ես այդ երգը, սաղ փաստերը դնենք մի կողմ։ Ուրեմն ձեր կլիպի օրը անցած տարվա, երբ որ արդեն հասել ենք գրիմ արել են աղջիկներին, բան եւ այլն, կադրը դրել ենք։ Առաջի անգամ եթերում այս պատմությունը կադրը դրել եմ
ես նստած եմ, sense նապլեչով ուսից դրած է կամերան։ Սոսիկը դեմս նստած է, որ արդեն play պիտի տանք, որ սկսենք, ու Instagram-ին թե ոնց նամակ է գալիս։ Ու հայտնի նամակը, որ բոլորը գոնե մենք play տանք, որ ինքը սկսի նամակը նայում, ու կարդում է, որ բողոք է։ Բսախ պատրաստ է, որ պետք է սկսենք։ Կարդում է բողոքը, դեմքը փոխում է, մի հատ ուրիշ մարդ է դառնում։ Ֆիդել Կաստրոյի դեմքով նստած է։ Այո։ Ու սա չեմ հասկանում ինչ է կատարվել։ Ես լարվածությունից միշտ տենց եմ լինում, այս սառում եմ, ուզում եմ հասկանամ ինչ է կատարվում, իմ մտքերը տեղում չի, աշկերս փախնում է։ Ու մի ժամ մեր նկարահանումը ձգվավ։ Ու դրանից հետո իրականում որ նանայի նկարվեի։ Ու սկիզբը շատ վատ էր։ Ու նանային էլ իմ ամենասիրելի երգերից էր ու ես սպասել էի էլի որ նկարահանենք ետրակլիպ, որտեվ այդ իմ համար որ sense սիրո դրսևորման երգա, չգիտեմ, ես այդ երգը երգում եմ, ինձ թվում է Սուրբ Կիրակոսում եմ բանի Դիարբեկիրի, չգիտեմ, այդ երգի համար գժվում եմ ու հասնում է այդ կլիպի նկարահանման ժամանակ Երևի մի 5 անգամ այս ուսիկի սոլո կադրը որ կա որ նստած է այդ կադրը երևի առանց չափազանցնելու 5-6 անգամ նկարել եմ այնքան միջև այն ամենավերջինը քիչ թե շատ այն ինչ որ տենում ես մնացածը շատ վատ էր սենց ասեմ ու հեռախոսս Վահագի ու Անի մոտ էր անգլերեն միակ իմացողները անգլերեն գրում էին ես նկարվում էի լավ է ված բաներ մի հիշեք Արտուրը լարվում էր անիմաստ։ Բայց պատճառներից մեկն էլ է էլի որ չեմ սիրում այդ երգը։ Եսիմ ճաշակին ուրիշ պատճառ է կա իրականում։ Ապրես մնացած պատճառները չասելու համար շնորհակալ ենք այսքանով կփակենք դու հետո կասես Սարային։ Այո։ Դու ես գիտեմ որ դու այս թողարկումը չես մոնտաժելու, սա հենց սկզբի 4 րոպեով գցելու ես։ Մի հատ օփշի կադր եմ սարքելու։ Ես դեմ չեմ։ Երեք ոնց որ ինտրիգի պակաս ունենք, հա, կյանքում։ Երևի դինանք ֆեստիվալի մասնակցենք։ Նորմալ ֆեստիվալ հենց լինի Հայաստանում կմասնակցենք։ Մենք նորմալ ֆեստիվալներ ունենք։ Բայց արի մի հատ ուրիշ հարց էլ տամ իհարկե։ Այս մարդը այդքան կարևոր բաներ է նվագել ու նվագում ու էլի հայտնի մարդկանց հետ աշխատում ես, դրա մասին չենք խոսում էլի։ Համել պատմի թե բացի Լադանիվայից ելում ես աշխատել Լադանիվայի մենակ հայկական խմբի հետ եմ աշխատել, այսինքն Լադանիվան ունի 2 խումբ։ Ու հետաքրքրությունները ֆրանսիականը, ֆրանսիացիներն, եթե չեմ սխալվում, մեծամասնությունը ամեն դեպքում հայ չեն։ Հա, բոլոր ֆրանսիացիներ են։ Հա, եւ կա հայկական խումբը, այդտեղ եմ նվագում, Ethno-Colors-ում եմ նվագում, էլ ինչ կա։ Սոնա Ռոբենյանի հետ եմ աշխատում։ Կռիվցեմ։ Դավայ։ Որտե է ամենաշատը դուրդ գալի նվագելը։ Դժվար է պատասխանել։ Կարաս հանգիստ պատասխանես, ես եմ քո հետ համաձայն։ Ես ընդունում եմ 50-50 տարբերակ։ Չէ, ես ցանկացած դժվար սիտուացիա։ Դժվար եմ պատասխանել։ Իհարկե հայկոլա։ Իհարկե Ethno-Colors։ Չէ, բայց երաժշտական, մասնագիտական առումով այս զուտ ինձ հետաքրքիր է էլի ուղղակի ամենա հենց որ քո մասնագիտական հետաքրքրությունները բավարարում այդ որտեղ է։ Լսի տարբեր են ինձ հավեսա տարբեր ֆորմատներում։ Հիմա աշխատում եմ նաև Կամի ակումբում, Կամի ակումբի նոր պրոյեկտում, Դոֆամինում լրիվ ուրիշ բան է, Ethno-Colors-ը լրիվ ուրիշ բան է, Լադանիվան լրիվ ուրիշ բան է, ինձ հավեսա տարբեր ֆորմատներով հանդես գալը։ Միակ բանը, որ չեմ անի դա ռաբիզն է, որ չեմ նվագի երբեք, անգամ մեծ գումարների համար, բայց մնացած բոլոր ֆորմատներում փորձում եմ կրթվել, հասնել նրան, որ ինձ հավես լինի։ Էլի բան կա, որ գումարների համար չես նվագի, բայց չենք խոսա հիմա դրա մասին։ Հա։ Մի քիչ առաջ որ խոսում էինք միջև պոդքասթը։ Հա։ Ցանկը։ Այո։ Ցանկակերոջը։ Այո։ Չէ, բայց ինձ այդ հետաքրքիր է, որովհետեւ փոխվենք։ Ինձ էլ տանես Լադանիվա։ Լադանիվայի բանը աղջիկը փոխում է։ Ինքն եմ սիրում այդ խումբը դուրջ։ Ես ընդ տանող չեմ, ես պրոստը երաժիշտ եմ։ Ցենք սա երկիր ասա որ գիտեմ։ Հա։ Նետերվատե, նեգատե, դրագոստիլը։ 90-ականներին բան կար, չեն, Լասկովի մայ խումբ կար, չէ, որ Յուրի Շատունովը մի 8 տեղ համերգ էր տալի զուգահեռ, իր ուրիշ վայնիկներն էին, էլի։ Նրանք զուգահեռ 2 Լադանիվայի համերգ դնենք մի տեղ կերկի։ Ու մի հատ էլ հարց տամ, գնանք դեպի վերջ, գիտար սովորել նվագելու համար,
ամենակարևոր բաներից օրինակ որն է, որ համ ինձ է հետաքրքիր, որտեղ ես ուզում եմ գիտար նվագել սովորեմ։ Սլուխնա ունի, ձենը ունի։ Համ որից ավելի ճիշտ սկսել նվագել, ցենց ակուստիկ, թե մի անգամից էլեկտրոգիտար պիտի սովորես, ու օքեյ այդ սովորելը, ու մյուսը նոտա իմանալը արդյոք պետքա գիտար, եթե ուզում ես ավելի պրոֆեսիոնալ զբաղվես, եթե պետքա, եթե չիլնի հիմա։ Ցանկալի է։ Լսի, նայած քո բաները ինչումն է, քո դու ինչ մակարդակի ես ուզում հասնես, այսինքն քո տեսլականը որն է, թե ինչքան նվագեմ։ Եթե իմ իմ հավեսի համար ինչ որ նայած ինչ մակարդակի ես հասնում, ինչի համար շատ ցանկացած գործիք շատ պարզ է։ Ուր իր ուզում գնալ։ Հեշտ է։ Դե նայ ես ուր ուզում եմ գնամ Պորտուգալիա, Իսպանիա, Պորտուգալիայում նկարելու նվագելու համար։ Պորտուգալիայում նվագելու համար փողոցային երաժիշտ է։ Մի դասը հերիք։ Ասում ես, բայց նենց փողոցային երաժիշտներ կան։ Ես գիտեմ, ես մի ժամանակ բանակից որ նոր է եկել, ասենց ինձ տարել էր կոնկրետ, դե Ալեխանդրո Սանս բանը սկզբից լսում, ինչ որ մալու կամ տենց ինչ որ դեմքերի, հետո բայց հետաքրքիր է, էլի իրանք մի քիչ էստրադա են, իսպանական, բայց օքեյ էստրադա, ու ինձ հետաքրքրեց թե իսպանացի երաժիշտ երգիչները вообще ովքեր են, ու սկսել եմ գտնել փողոցային երաժիշտների, այտենց տաղանդավոր մարդիկ, երևի տենց ուզենես մանգաս կարող է շատ քիչ գտնես, էլի, բայց իրանք հենց դրսի համ Պորտուգալիայում, համ Իսպանիայում ահավոր տաղանդավոր համ գիտարիստներ, համ երաժիշտներ։ Չէ, գնչուները դժվար գնչու լինեին, որովհետև կալկալացնելով չէին երգում։ Չես կարա իմանաս։ Չէ, նայ, ես մտածում եմ միշտ որ երաժիշտը երևի երեխա ժամանակվանից պիտի նվագել սովորի, որ ինչ-որ մեծ բաների հասնի։ Չէ, համաձայն չեմ։ Ես սկսել եմ 14-ում թե 15-ում։ Բայց 33 չէ, էլի ամենը։ Հա, չէ, այդ կապ չունի։ Ճիշտ է, նայ, նվագելու մակարդակի մեջ չէ, տարիները զուտ քեզ փորձ են տալիս պրակտիկայի, որ դու չես կարա այսենց ստանաս այդ փորձը, այդ քեզ պետքա իրոք ժամանակա պետքա, որ դու այդ փորձը ձեռք բերես, բայց նվագելու այդ դրա համար եմ հարցում, նայած թե դու ինչ մակարդակ ես ուզում նվագես, թե ուր ես ուզում գնաս, թե չէ սովորելու տեղ միշտ կա ամբողջ կյանքը կա, չկա ինչ որ մի հատ չափ կամ սահման, որ ասեմ այ հասելա վերջ։ Բայց նոտա իմանալը ինչքանով է։ Նոտա իմանալ ես չեմ իմացել, հիմա էլ չեմ փայլում։ Այլ գնանք սոլֆեջիոյի դասերին գնանք բաներով, բայց ցանկալի է ունենալ, որտեվ ահագին բան ժամանակը կրճատում է, հետո քեզ աշխատելու համար շատ ավելի հեշտացնում է քո գործը, որտեվ դու կարող ինչ որ խմբից առաջարկ ստանաս ու գնաս քո դեմը նոտա դնեն, ու դու պետքա հենց հիմա ելույթին նվագես դա, չես կարող ասես մոտ գնամ տանը պարապեմ, հա ինչ որ պիրուդ իմ կյանքում եղել է, որ ես այնքան վատ եմ, այնքան դանդաղ եմ կարդացել, որ ինձ այդ ժամանակը պետք է եղել, հիմա էլ ես նենց չէ իդեալական կարդում եմ նոտան, որտեվ շատ չես օգտագործում այդ տառերի պես բան է, եթե դու անընդհատ չես կարդում, չգիտեմ ուրիշ լեզվով, մայրենին չեմ ասում իհարկե, բայց եթե դու անգլերեն անընդհատ չես խոսում, դա հետ է գնում։ Նույն ձևն էլ նոտան, եթե դու ամեն օր դասական երաժիշտների մոտ հետ չի գնում, որտեվ իրանք միշտ նոտայով նստում են, նվագում են, բայց քանի որ մեր մոտ նոտան շատ ուշուշ է լինում, մեր մոտ այդ նավիկները հետ է գնում, էլի, բայց ցանկալի է ունենալ նոտա, իմանալ նոտա կարդալ, ցանկալի է լավ հիմք ունենալ։ Ես օրինակ դասական հիմք չունեմ, երաժշտական դպրոց չեմ ավարտել ու եթե ես ավելի վաղ տարիքում ես կուզենայի որ ինձ իմ ծնողները ինչ որ դասական դպրոց տային 5-ամյա կամ 7-ամյա կրթություն ստանայի, շատ մարդկանց տվել են ոնց որ քեզ, բայց իրանք չեն օգտագործում դա, բայց դա ինձ պետք է գար, ես դա կօգտագործեի։ Պետք է հիշել, որ այդ կրթությունը, հա, բայց հիմա ես արդեն ինքս եմ գիտակցել, որ ես ուզում եմ 14 տարեկանում գիտար սովորեմ, ու ես ինքս եմ գնացել դրան, ես սկսել եմ էլեկտրոգիտարից, իմ համար ես ինքս էլեկտրոգիտարը հարեմ, դրանք շատ տարբեր են, ակուստիկը կա, նվագում եմ ակուստիկ էլ, կլասիկ էլ, բայց ես հենց էլեկտրոգիտարը հարեմ, ինձ էտա դուր գալիս, ու ես ուզում եմ լինեմ էլեկտրոգիտարար, ոչ թե ընդհանրապես գիտարար։ Իսկ բաս գիտարի հետ տարբերությունը շատ մեծ է։ Բավական տարբեր։ Ոնց որ ասես ֆուտբոլի մեջ հարձակվողը ու պաշտպանը շատ տարբեր են խաղում։ Իրանց ֆունկցիաները տարբեր են։
Չէ, բայց եթե մի բանը գիտես նվագել են մյուսն էլ ավտոմատ իմանում է։ Լսի, հա, օրինակ, չգիտեմ, հարցակվողը ֆուտբոլի մեջ շատ ավելի པարզ է, էլի դրան ֆուտբոլով օրինակը բերեմ։ Հարցակվողը կարա գնա պաշտպանի դարպասը, չէ՞, որպես պաշտպան խաղա հետևը, բայց ինքը չի այն նավիկները լավ չունի ոնց որ պաշտպանը, չէ՞։ Ինքը ավելի շատ լավ կարում է գնդակը ընդունի ու գոլ խփի, քան պաշտպանը։ Իսկ պաշտպանն էլ ավելի վատ է կարում գոլ խփի, քան հարցակվողը։ Տարբեր են իրանք, հա, իրանք նման են, այսինքն դու կարաս հիմա նվագես, բայց իրանք ֆունկցիոնալ շատ տարբեր են խաղում, տարբեր են իրանց դերերը, նույն երաժշտության մեջ նույն թիմային աշխատանքն է։ Դու կոնկրետ պոզիցիա ես բռնում ու աշխատում ես այդ պոզիցիայում։ Եթե դու հարցակվող ես, դու պետք է հարցակվող խաղաս, եթե դու պաշտպան ես կամ վրատար ես, դու պետք է դարպասը։ Բայց ո՞նց ես բաներ նվագես, որ քո սոլո հատվածները ավելի շատ լինի։ Հա, դրանք տարբեր բաներ են։ Ու էլեկտրոգիտարը ինձ ինչով է դուր գալիս, որ ինքը համ սոլո գործիք է, համ ամբողջովին նվագակցող գործիք է։ Իսկն դու կարաս լիարժեք նվագակցես ու կարաս լիարժեք սոլո նվագես։ Տարբեր օրինակ որ տարբերությունը հասկանաք, օրինակ ֆլեյտան ինքը սոլո գործիք է միայն։ Ինքը չի կարա նվագակցի միայնակ։ Ինքը մի ձայն կարա հանի։ Ընդհանրապես մի նոտա կարա հնչացնի, բայց գիտարը կարա համ նվագակցի, համ սոլո նվագի։ Գնամ սովորեմ, նոր բենդ բացեմ։ Անունը դնեմ նոր էթնոքալոր։ Որ ինձ սպասել ես, ես անկեղծ հոգնել եմ դասավանդել, չգիտեմ։ Եթե երկչուհի կուզես, կասես։ Այո, ես Չէ։ Կամ Արտուրին կարաս դիմես։ Կճարենք։ Չէ, զուտ հետաքրքիր է, դες հոբի համար ավելի շատ ուզում։ Լսի, որ դու սկսես, ես կարամ քեզ օգնեմ, կարանք հանդիպենք։ Չէ, ուղղակի համարում ենք այս ռեկլամ որտեվ ես բանից եմ սկսել, ես YouTube-ով եմ սկսել ամեն ինչ։ YouTube-ում կա համ շատ լիքը աղբ, ինչպես TikTok-ում, համ լիքը լավ բան։ Սովորելու տեսանկյունից էլ կա շատ լիքը լավ ինֆորմացիա ու վատ ինֆորմացիա։ Եթե դու սկսես տարբերակել թե որն է լավը, որը վատը, դու կարաս YouTube-ով լիարժեք սովորես։ Ես դες գիտես ինչն եմ ուզեցել սովորեմ, Shirt Harmon։ Հա, շատ սիրում։ Այդ գործիքը սկսեցի սիրել Այն Ադին դոմայի չեմ հիշում երկրորդներ թե երրորդի մեջ էր որ ինչ որ Կևինը ուրիշ հյուրանոցում է հայտնվում իր մաման որ պիտի գնա իր հետևից մի հատ ֆուրգոն է չէ նստում այդ ֆուրգոնի մեջ է բենդ է լինում մի հոգի տենց նվագում է ես երեխա ժամանակ տենց ֆիքսել էի այդ գործիքը ու մի պա փորձեցի YouTube-ով նայեմ սովորեմ հետո հասկացա որ հնարավոր է բավական հնարավոր է չէ իրականում մի քիչ երևի չէի հասկանում ինչ դասեր ճիշտ է գտնել այդ դասերը կամ հերթականություն պահելու համար էլի չէ նվագում չէ մի 3 Դեն է ես նվագեմ դառնամ 4-րդ Ես ամենահայտնին գիտեմ բայց ամենից գիտեմ հա արտակին երևի դեմքով գիտեմ Իմ ջոյլը նույն 3 հոգնել ինպես գցե բռնել են Դե մյուսինը գիտես ֆորշնել է նվագում Ահա բայց մյուս երրորդը Մյուսը Ռուբենն է Ռուբեն Պապ շատ լավ խեցե գործ է նաև Չէ գիտեմ Շատ լավ երաժիշտ է ու շրթարման է նվագում Որովհետև քանի տարի է ուզում եմ ինչ-որ բան սովորեմ մի քիչ ամենապուճուր բանը որ կարայի առնեի շրթարմոնն էր Մի խոսքով վերցնում եք շրթարմոնը պուճուր բան է բայց մի հատը բավական չի ինքը մի տոնայնության մեջ է ընդամենը Ո դե իմն էս չի մի բաներ Դու կարաս ընտրես ռենմին Չնայած խրոմատիկ էլ կա մի քիչ մեծ աչափսերը ուղղակի բայց շատ հավես գործիք է շատ սիրուն գործիք է Մի խոսքով վերցնում ես աշակերտ Ես կօգնեմ քեզ ամեն ինչով ինչ որ կարամ բայց տենց ստաբիլ դասեր ես անկեղծ չգիտեմ կարող ինչ որ տարիքում վերադառնամ դաս տալուն կարոտեմ բայց անենց սպառված եմ Պրոստը ուզում էի չէ քեզ գովազդանեինք որպես ուսուցիչ զարե չէ էլ ուսուցիչ չէ ճիշտ ասած հորքուրս անհանգիստ եմ հորքուրս միշտ հետևում ոտակը միշտ կոմենտ ագրում Զարե ջան Լևոնի հետ ինչի՞ չես պարապում հորքուր ջան այդ հարցը լուծել ենք ընթացքում կպարապի Մկանի դու դաս չես տալի կարանք ստոպինգ գովազդանենք ուղղակի ստոպը դաս տալիս է գնացեք դասի այո Ես էլ գնում եմ տեղ չեմ հասնում կիսած սովորեցի Ես որ փող չունենամ տաքսի կքշեմ բայց դաս չեմ դա Բայց առան ավտո Չէ Պետք չես կարան Կարաս ճամփեն ցույց տաս Մերսի շատ Ես եմ շնորհակալ Շատ շնորհակալ ենք որ եկար մեր եթերին Վերջապես
Այո։ ահագին ժամանակը սպասում Մեր բոլոր հարցերի պատասխանը տվեցիր։ Այո։ Այսօր Շնորհակալ։ այսքանը։ Ստացիոն Ստացիոն։